Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խոսելու ենք բազմազավակ ընտանիքների քաջալերման ծրագրերի մասին։ Մեր հայկական մշակույթը ընտանիքակենտրոն են, երջանկության հիմնական ցուցանիշը դա մեծ ընտանիքն է։ Մեր առաջարկն է, որպեսզի երրորդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքներին հնարավորություն տրվի լավ պայմաններով գնել բնակարաններ, պետությունն էլ աջակցի։ Հայաստան աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքը ավելի շատ երեխա ունենում, քան գյուղերը։ Բարև ձեզ, ես Նարեկ Կարապետյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք ինձ համար շատ հետաքրքիր մի թեմայի մասին։ Խոսելու ենք հայկական ընտանիքների, բազմազավակ ընտանիքների քաջալերման ծրագրերի մասին, որը մենք առաջարկելու ենք եւ որը անվանել ենք մեծ հայկական ընտանիք։ Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթները ընտանիքակենտրոն են եւ հայերի համար ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը դա մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքների, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս 100-ամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում եւ մեր տոկոսային դերը կբարձրանա։ Դրա համար մենք պետք է անենք մի քանի քայլեր։ Հիմնական խնդիրը Հայաստանում ըստ հարցումների դա բնակարանային հարցն է, դա է պատճառը, որ երիտասարդ ընտանիքները մտածում են, սպասում են մինչև 3-4 երեխան ունենալը։ Մեր առաջարկն է, որպեսզի երրորդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքներին հնարավորություն տրվի լավ պայմաններով գնել բնակարաններ, պետությունն էլ աջակցի։ Երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագիրը մեզ համար նորություն չէ, մենք դա արել ենք Արցախում, դա բերեց նրան, որ Արցախում հետագա 2 տարվա ընթացքում 4 երեխա ունենալու դեպքերը ավելացան 50%-ով։ Նույնը մենք առաջարկում ենք անել ամբողջ Հայաստանում, բայց այսպես երրորդ եւ 4-րդ երեխայի դեպքում լուծել բնակարանային հարցը, այսինքն վճարել բնակարանի հիպոթեկի մի մասը։ Երկրորդ կարևոր բանը տնտեսական կայունությունն է, քանի որ Հայաստան աշխարհի միակ երկիրն է, որտեղ մայրաքաղաքը ավելի շատ երեխա ունենում, քան գյուղերը։ Մեր ձևով շարժումը բազմաթիվ տնտեսական ծրագրեր է առաջարկում եւ առաջարկելու, որը գիտեմ, որ դուք կարող եք վստահ լինել, որ հաստատ լավարկելու է մեր ընտանիքների տնտեսական վիճակը եւ ամեն տարի մի քիչ ավելի լավ վիճակում ենք լինելու մենք, ինչը բերելու է երիտասարդ ընտանիքների համար կայունության զգացման, քանի որ երիտասարդ ընտանիքների հիմնական խնդիրը դա կայունության զգացողության բացակայությունն է, խաղաղության հետ կապված եւ տնտեսության հետ կապված։ Շատ կարեւոր է երիտասարդ աղջիկների, նաև տղաների այդ աշխատանքը, որպեսզի նրանք հասկանան, որ այդ գովազդվող արժեքները միայնակ կյանքը վայելելու դա ուղղակի մարդկանց մենակության տանելու ճանապարհ է եւ իրական երջանկությունը դա մեծ ընտանիք ունենալն է կյանքի բոլոր փուլերում ու որ այդ արժեքը պահպանվի բոլորիս մոտ։ Շնորհակալ եմ։